Իսկ Երևանը, ավելի ճիշտ մայրաքաղաքի կենտրոնը շուտով նոր գունապատկեր կունենա։ Քաղաքապետարանի որոշմամբ թարմացվում է կենտրոնի շենքերի արտաքինը։ Պատերը լվացվում ու ներքվում են։ Լիանա Կարապետյանին քաղաքապետարանի պաշտոնյան հավաստիացրել է, որ կենտրոնով գործը չի ավարտվելու, հետո գույները հասնելու են նաև ծայրամասեր։ Արդեն արևոտ ու ջերմ Երևանը թոթափում է փոշին ու ներկայանում նոր թարմությամբ, մայրաքաղաքը մաքրվում ու հարդարվում է։ Շինությունների ընտրությունը պատահական չէ, որովհետև մայրաքաղաքում առավել հին են հենց փոքր կենտրոնի բազմաբնակարան շենքերը, դրանց արտաքին տեսքը կառուցման օրվանից չէր թարմացվել։ Երևանի քաղաքապետարանի տրամադրած 300 միլիոն դրամով մաքրվում եւ հարդարվում են կենտրոնի 67 շենքերի ճակատային մասերը։ Դրանք հիմնականում 30-ական եւ 50-ական թվականներին կառուցված շինություններ են, որոնց վրա իրենց հետքը անշուշտ թողել են տասնամյակները։ Ընտրել Ամիրյան, Սայեդնովա, Թումանյան, Իսահակյան եւ Օրյուն փողոցների շենքերը, տուֆով, տրավերտինով եւ բազալտով սալապատված շենքերը հատուկ հեղուկով լվացվում են, իսկ սվաղով հարդարված շենքերի ճակատամասերը նորոգվում ու ներկվում։ Գույնի ընտրությունը բարդագույն խնդիր է քաղաքի գլխավոր ճարտարապետի եւ գլխավոր դիզայների համար։ Նրանք են որոշում գունային գամայի ներդաշնակությունը։ Հուշարձան շենքերը պահպանում են նախնական գույնը, այն ուղղակի թարմացվում է, մյուսները ստանում են գունային նոր համադրություն։ Շենքի գույնը ընտրելիս նկատի ենք ունենում նաև անպատճառ այն ճարտարապետական դեկորները, որոնք որ նախկինում գույների բազմազանություն չլինելու պատճառով համարյա թե ներկված են եղել նույն գույնով, շենքի ամբողջ ճակատը ինչ գույնի, որ ճարտարապետական դեկորներ են։ Հիմա աշխատում ենք մի քիչ, եթե հնարավոր է, մի քիչ ավելի շեշտել դրան։ Խնդիրը բարդ է, քաղաքին հաղորդել թարմություն եւ պահպանել հինը, երևանյան ոճը։ Երևան նախագիծ ինստիտուտի գլխավոր դիզայներ Աշոտ Մայելյանը գունային գամայի հսկայական կատալոգը ձեռքին փորձում է գտնել լավագույն տարբերակ, քաղաքին զվարթություն հաղորդելու եւ մոխրագույն դարձած տուֆի վարդագույնը վերականգնելու համար։ Լվացված շենքերն անմիջապես աչք են շոյում իրենց թարմությամբ։ Ընտրված բազմաբնակարան շենքերի ճակատային հատվածները մաքրելուց եւ հարդարելուց զատ նաեւ նորոգվում են վնասված պատշգամբները, փոխվում անձրևատարները, ջրհորդանները, անհրաժեշտության դեպքում նաեւ լուսամուտներն ու մուտքի դռները։ Ծրագիրը շարունակական է, առայժմ 67 շենք ենք անում, բայց ծրագիրը շարունակական է, այնուհետև ուզում ենք տնտեսված գումարների հաշվին հասնենք մինչև 100 շենք կարողանանք անել։ Հավանականությունը մեծ է, որ իսկապես 100 շենք կարող ենք անել։ Պետք է տարածվենք դեպի Արաբկիր համայնք, դեպի արդեն Էրեբունի համայնք, դեպի Շենգավիթ։ Ջերմ գույների այս չափաբաժինը դեռ սկիզբն է վարդագույն Երևանի համբավը վերականգնելու ու համայն հայության մայրաքաղաքին նոր երգեր ծոնելու համար։ Լիանա Կարապետյան, Արման Ղարիմյան, Հայլուր։